Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է։ Այսօր արդեն հունվարի 18-ն է, օրը կիրակի է եւ այս հաղորդման ընթացքում ճիշտ է անդրադառնալու ենք մի քանի հարցերի, բայց հիմնական թեման լինելու է Ալեքսանդր Դուգինի հայտարարությունը Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Միջին Ասիայի երկրների վերաբերյալ, որը որ փաստացի հաստատում է, որ Սոլովյովի մի քանի օր առաջ Սոլովյովի կողմից արված հայտարարությունը լոկ հայտարարություն չէ, իրականում շատ ամեն ինչ ավելի բարդ է եւ վտանգավոր։ Ահա այս թեման է լինելու մեր հիմնական քննարկման հարցը։ Եվ նախքան հաղորդումը սկսելը կոչ եմ անում անպայման լայքել, որպեսզի այս հաղորդումը մեծ տարածում գտնի, դա չափազանց կարևոր է մեր պետականությունների Հայաստանի եւ Վրաստանի եւ մեր ազգային ինքնության, գիտակցության պահպանման, ամրապնդման համար։ Դրա համար կոչ եմ անում անպայման լայքել, ինչպես նաեւ բաժանորդագրվել, եթե չեք բաժանորդագրվել, սեղմելով նաեւ զանգակը, որպեսզի ստանաք նաեւ մեր մնացած թողարկումների մասին հաղորդագրությունը եւ նաեւ գրեք անպայման ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Ինչպես արդեն նշեցի, Ալեքսանդր Դուգինը, ով որ համարվում է այսօրվա Ռուսաստանի իդեոլոգը, պետական այդ գաղափարախոսության հիմնադիրը, նոր հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Միջին Ասիայի երկրների վերաբերյալ։ Գիտեք, մի քանի օր առաջ Սալավյովը ասել էր, որ իրենց համար այդքան կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել Սիրիայում, ինչ է տեղի ունեցել Վենեսուելայում, այ մեծ ողբերգություն կլինի, եթե իրենք կորցնեն Հայաստանը եւ մնացած հետխորհրդային երկրները, Միջին Ասիայի երկրները լուրջ ձևով սկսեցին բողոքել, ճիշտ է Հայաստանի Հանրապետությունն էլ կոպիրկինին հրավիրեց արտգործ նախարարություն, ամեն ինչ շատ ճիշտ է, դրանից հետո ոչ միայն դրա պատճառով, բայց նաեւ հիմնականում դրա պատճառով Սոլովյովին մի քանի օր հեռացրել են հաղորդումներից, ընդհանրապես հեռացնելու էին աշխատանքից, այդ ամենին փորձում էր հասնել Ռուսաստանի արտգործ նախարարությունը, բայց Կրեմլից խանգարել են նրա հեռացմանը, այսինքն չեն թույլ տվել, որ Սոլովյովը հեռացվի աշխատանքից, ինչը նույնպես հաստատում է փաստացի այն, որ Սոլովյովը արտահայտում է հիմնականում Կրեմլի տեսակետը։ Ես խոսել եմ, թե ինչի դա ձեռնտու չէր Ռուսաստանի արտգործ նախարարությանը, կային մեկնաբանություններ, որ դրա պատճառով չէ, որ հեռացրել են Սոլովյովին կամ փորձել են հեռացնել, բայց հիմնական պատճառներից մեկը ես հավաստիացնում եմ, որ դա է եղել, ոչ միակ պատճառը, բայց հիմնական պատճառներից մեկը, այսինքն Ռուսաստանի արտգործ նախարարությունը ամբողջ աշխարհին փորձում է այլ կերպ ներկայացնել Ուկրաինա ներխուժումը եւ իրեն ձեռնտու չէ միանշանակ նոր խնդիրներ ունենալ Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ կամ մնացած հետխորհրդային երկրների հետ, իրենք մի փոքր այլ ձևով են փորձում հասնել իրենց նպատակների իրականացմանը, բայց Կրեմլում այն փոքր այլ տեսակետ եւ դիրքորոշում ունեն այդ ամենի վերաբերյալ։ Այսինքն ընդհանուր իրենց դիրքորոշումը, նպատակները մեկն են, բայց տարբեր են ճանապարհները դրան հասնելու։ Արտգործ նախարարությունը փորձում է մի փոքր ավելի ճկուն ձևով հասնել իրենց պետական երազանքներին եւ ցանկություններին։ Բայց Ալեքսանդր Դուգինի վրա ուղիղ ազդեցություն չի կարող ունենալ Ռուսաստանի արտգործ նախարարությունը եւ սա Կրեմլի իդեոլոգն է։ Այսինքն սրանից են հիմնականում սնվում բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ սրա խորհուրդներին է ականջալուր լինում նաեւ Վլադիմիր Պուտինը։ Համենայն դեպս այդպես են խոսում շատերը։ Մենք այնտեղ չենք, որ ստուգենք, թե որքանով դա համապատասխանում է իրականության, բայց փաստ է, որ հիմնական գաղափարական իդեոլոգներից մեկը, եթե ոչ ամենահիմնականը, դա Ալեքսանդր Դուգինն է եւ ինչ է ասել նա, առանց երկարացնելու, նա ասել է, որ պետք է հետ վերադարձնենք, այսինքն խորհրդային միության գաղափարով են նրանք առաջնորդվում, Վրաստանը գրավենք,
Հայաստանը պետք է գրավենք, Ադրբեջանը, ինչպես նաև Միջին Ասիայի երկրները, բոլոր հետխորհրդային երկրները, եւ նրանք այլևս չպետք է լինեն Շվեյցարիայի նման ինչ-որ միտեղ, որոնք որ տարբեր նեյտրալ քաղաքականություն կվարեն կամ այս կամ այն կողմ կլինեն, այլ պետք է հստակ լինեն Ռուսաստանի Դաշնության ֆորպոստը, ասում է Դուգինը, այսինքն ասում է մեր ֆորպոստը պետք է լինեն, ծառայեն մեր ազգային ու պետական շահերին այդ բոլոր երկրները եւ չպետք է խաղեր խաղան Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, եթե մենք չանենք դա, ասում է, մեր ենթակայության տակ չհայտնվեն այդ երկրները, կրկնեմ Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը եւ Ղազախստանը, Qırğızstանը, Տաջիկստանը եւ այդպես շարունակ, ապա դա կանեն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Եվրոպան։ Ու ասում է Դուգինը, որ մենք պետք է երրորդ ուժը լինենք աշխարհում, երրորդ հասցելով երևի Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Եվրոպա եւ հետո նոր Ռուսաստան կամ հակառակը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Չինաստան եւ Ռուսաստանի Դաշնությունի նկատի ունենալով երրորդ ուժն է տեսնում ինքը Ռուսաստանի Դաշնությանը աշխարհում եւ ասում է, որ այդ բոլոր հետխորհրդային երկրները չպետք է լինեն այս կողմ, այն կողմ, կիսա նեյտրալ, կիսա լավ, կիսա վատ, այլ պետք է կոնկրետ լինեն մեր ենթակայության տակ։ Եվ սա արդեն լուրջ հայտարարություն է եւ շատ լուրջ սպառնալիք է։ Հիշում եք, ես խոսում էի այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ խորը եւ մեծ նպատակներ է հետապնդում, սկսելով ռազմական գործողություն ընդդեմ Ուկրաինայի։ Ես միշտ ասում էի, թե Ուկրաինայի մասին կոնկրետ որպես Ուկրաինայի այդքան չեմ տարապում, որքան խնդիրը մենք ենք։ Մեր մասին է այդ պատերազմը, քանի որ եթե Ուկրաինայի հետ ավարտվի այդ պատերազմը, հաջորդը լինելու է Վրաստանը, հաջորդը լինելու է Հայաստանը, հաջորդը լինելու է Ադրբեջանը, այսինքն ամբողջ հարավային Կովկասը, ինչպես իրենք ասում են, հաջորդը լինելու են Միջին Ասիայի երկրները եւ խորհրդային այդ միության երկրները, հետխորհրդային միության երկրները պետք է կրկին մաս կազմեն Ռուսաստանի Դաշնության։ Եվ ճիշտ ասացի, Ռուսաստանի Դաշնության եւ ոչ թե նոր խորհրդային միությունն իրենք կառուցելու, այլ կառուցելու են մեծ Ռուսաստանի Դաշնություն, ինչպես որ օրինակի համար ցարական Ռուսաստանն էր, Ռուսաստանի կայսրությունն էր, եւ Պուտինն էլ մի քանի անգամ ակնարկել է, որ խորհրդային միությունը սխալ էր, շատ ավելի լավ կլիներ, իր ակնարկներից եմ ասում կոնկրետ չի ասել, բայց հստակ եղել շատ ակնարկը, որ լավ կլիներ, որ այդ երկրները անկախություն չունենային, ուղղակի միացված լինեին Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի փլուզվելու ոչինչ էլ չլիներ։ Իսկ խորհրդային միության մեջ այդ հանրապետությունները փաստացի ունեին իրավունք անջատվելու եւ դրանով փլուզվեց խորհրդային միությունը։ Այսինքն այսօրվա մոդելը, որը որ ցանկանում է կառուցել Ռուսաստանի Դաշնությունը, այն է, որ մենք չպետք է ունենանք անկախություն, չպետք է ունենանք որևիցե անկախության նշույլ եւ նույնիսկ ավելի վատ վիճակում ենք հայտնվելու, քան խորհրդային միության ժամանակ էինք։ Դա է իրենց նոր ազգային ու պետական ծրագիրը, իրենց ստրատեգիան ազգային եւ դրա մասին է կոնկրետ խոսում Ալեքսանդր Դուգինը ու պատահական չէ որ հենց հիմա դրա մասին սկսեց խոսել Սոլովյովը եւ հիմա ավելի པարզ եւ ավելի բաց դրա մասին սկսեց խոսել Ալեքսանդր Դուգինը։ Ես կարծում եմ, որ Դուգինի հայտարարությունները համընկան Սոլովյովի հայտարարության հետ նաեւ այն առումով, որ փորձեցին ինչ-որ ուժեր Սոլովյովին նեղը դնել հենց Ռուսաստանի ներսում, հա, եղան այդպիսի ուժեր, ինձ այդպես է թվում եւ հիմա Կրեմլից կոնկրետ եւ այդ Կրեմլի գաղափարախոսներից մենք ստանում ենք նոր հստակ ուղերձ, որ չէ, սա է մեր պետական ծրագիրը։ Մենք ցկտում ենք, որպեսզի դուք զրկվեք ձեր անկախությունից եւ ծառայեք մեզ։ Կամ լինելու եք մեր մասը, կամ Չինաստանի, կամ Եվրոպայի, կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Իսկ որոշելու հնարավորություն մենք ձեզ չենք տալու, դա է ասում Դուգինը, դուք կլինեք մեր մաս։ Հիմա ինչպես հակազդել այդ հայտարարություններին եւ ընդհանրապես իրենց գաղափարին։ Ես համոզված եմ, որ շատ լուրջ պետք է Հայաստանի իշխանությունները վերաբերվեն ահա այս հայտարարությանը։
պետք է անպայման այս հայտարարությունները եւ այս տենդենսները Հայաստանի Հանրապետությունը քննարկի ոչ միայն իր դաշնակիցների հետ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ նաեւ տարածաշրջանում պետք է քննարկումներ ունենա այս հարցի շուրջ։ Առաջի հերթին Վրաստանի հետ։ Այն հեքիաթները, որ Վրաստանը գնում է դեպի Ռուսաստան, դրանք անկեղծ ասած ինձ համար հեքիաթներ են, ճիշտ է հարաբերությունները շատ վատ են հիմա Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ դեռևս չեն վերականգնվել, բայց Վրաստանի տարածքների 20%-ից ավելը օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Վրաստանը պաշտոնապես ոչ մի հարաբերություն չունի դիվանագիտական Ռուսաստանի հետ։ Ոչ մի հարաբերություն։ Ընդամենը առևտուր եւ Վրաստանը այսօր ուղղակի խուսափում է լարվածություն ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ։ Բայց դա չի երաշխավորում Վրաստանին, որ վաղը, օրինակ նույն Ռուսաստանը չի փորձելու ամբողջովին գրավել Վրաստանը, փոխել այստեղ իշխանությունը եւ ավելի ենթակա ու հպատակ ինչ որ խամաճիկներ նշանակի նաեւ Վրաստանում։ Դրա համար Հայաստանի իշխանությունները նաեւ Վրաստանի իշխանությունների հետ պետք է խորը կոորդինացիայի մեջ քննարկեն կատարվածը, թե ինչպես կարելի է հակազդել հնարավոր Ռուսաստանի Դաշնության գործողություններին։ Կարծում եմ ավելնորդ չի լինի, որպեսզի Վրաստանի իշխանությունները նույնը քննարկեն նաև Ադրբեջանի իշխանությունների հետ, Ադրբեջանի իշխանությունները Վրաստանի, Հայաստան-Ադրբեջան նման քննարկումներ այս պահի դրությամբ այդքան էլ իրատեսական չեն, փաստացի թղթերով Հայաստանի Հանրապետության դաշնակիցն է Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը թշնամական երկիր է, բայց այնուամենայնիվ կարծում եմ ինչ որ թեթև կոմունիկացիա կարող է լինել նաև այդ հարցի շուրջ։ Եվ միայն այս երեք երկրները միավորվելով Ադրբեջանի հետ դժվար է ճիշտ է միավորումը։ Վրաստանի հետ էլ կան նյուանսներ, այնպես չէ որ ամեն շատ հրաշալի է, բայց այնուամենայնիվ իրենց անկախությունը պահելու համար պետք է ձև գտնեն, որպեսզի միավորվելով հակազդեն Ռուսաստանի Դաշնության ծրագրերին։ Եվ սա էլ շատ քիչ է։ Մենք պետք է նաև կարողանանք շատ խորը կոմունիկացիա ստեղծել նույն Ղազախստանի հետ ու մնացած միջինասիական հանրապետությունների հետ եւ քննարկենք նաև այս կարևոր հարցը մեզ համար։ Եթե մենք սա չանենք 21-րդ դարում, ուրեմն մենք կրկին մնացել ենք 19-րդ, 18-րդ դարերում։ Այսպիսի տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում, գաղափարական առաջընթացի պայմաններում ամեն ինչ պարզից պարզ է, բացեիբաց երևում է, որ հաջորդը Ուկրաինայից հետո եւ ուկրաինական պատերազմի միջայլոց մոտենում է արդեն ավարտին, Ռուսաստանը ինչ կարողացավ, մնացած մասը մնալու է Եվրոպայի ազդեցության տակ, հիմնականում հաջորդը լինելու է Հարավային Կովկասը եւ Միջին Ասիան։ Եվ եթե հիմա մենք բոլորս չհամախմբվենք միասին, ապա շատ վատ իրավիճակում կհայտնվենք։ Շատ վատ։ Ես կրկին համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք չի խզել կապերը։ Ես կրկին համոզված եմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է փորձենք, շատ դժվար է, շատ դժվար է, բայց պետք է փորձենք լավ հարաբերություններ ունենալ, բայց պետք է նույն ժամանակ ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք պահպանել եւ պաշտպանել մեր անկախությունը եւ ինքնիշխանությունը։ Քանի որ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը մեր հայոց լեզվի, հայկական մշակույթի, հայկական մտածողության, մեր դարավոր հազարամյակների պատմության հիմնական եւ ամենակարևոր երաշխավորն է։ Մեր քաղաքակրթության պահպանման եւ զարգացման հիմնական երաշխիքը դա է։ Մեր հայկական պետականությունը։ Դրա համար մենք պետք է անենք առավելագույնը եւ նույնիսկ անհնարինը, որպեսզի չկորցնենք մեր անկախությունը եւ հակառակը ամրապնդենք մեր ինքնիշխանությունը եւ ազգային պետականությունը։ Եվ սա վերաբերվում է թե Վրաստանին եւ թե Հայաստանին։ Հիմա սիրելի հայրենակիցներ առաջարկում եմ խոսել թե ինչ է տեղի ունենում աշխարհում, իսկ աշխարհում հիմա շատ մեծ process-ներ են տեղի ունենում,
լուրջ բաժանում ենք, մենք տեսնում Եվրամիության, երկրների եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև լուրջ գործողություններ Մերձավոր Արևելքում։ Իրոք թրիփը մեզ կարող է նաեւ փրկել բազմաթիվ հարցերից, բայց ես կարծում եմ, որ քիչ է մենք էլի շատ ու շատ անելիքներ ունենք, որպեսզի կարողանանք այս բարդ պայմաններում պահպանել մեր անկախությունը։ Եվ սկսենք միջազգային հարցերի անդրադարձը նրանից, որ երեք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը փաստացի սպառնաց Իրանին։ Հստակ ասելով, որ եթե Իրանը որևիցե գործողություն ձեռնարկի Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմաբազաների դեմ, շատ վճռական, շատ հզոր, շատ ցավոտ հարված կհասցնի Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանին։ Բայց Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամեյնին հայտարարեց իր, այսինքն ուղերձի մեջ կրկին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն են հիմնական թշնամին, Թրամփն է թշնամի, եւ սա սկսեց ազդել նաեւ Թրամփի վրա, հնարավոր է մեզ համար նաեւ դրական ձևով։ Թրամփը շատ հաճախ է փոխում իր տեսակետը, կարծիքը, հայտարարությունները, դրա համար այս Թրամփի հայտարարությունների վրա այլևս չեմ հիմնվում, եւ Թրամփի հայտարարություններով չէ որ չափել եմ սկսել հնարավոր է հարված հասցվի Իրանին, թե չէ, ուրիշ շատ ցուցիչներ կան, բայց նաեւ Թրամփի կատաղությունը այստեղ, Թրամփի զայրույթը չափազանց կարևոր է, դա եւս մենք պետք է հաշվի առնենք։ Թրամփը ճիշտ է ասում է, որ ինքը կարծիքը փոխել է նրա պատճառով, որ 800 հոգու կախաղան չեն բարձրացրել եւ դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները չի հարվածում Իրանին, բայց նույն ժամանակ, երբ որ իրեն ցուցադրել են եւ ապացուցել են այն, որ Այաթոլլահ Խամեյնին հակաամերիկյան հայտարարություններ է անում եւ ընդդեմ Թրամփի հայտարարություններ է անում, նա ասել է, որ Իրանում նոր ղեկավարություն պետք է հաստատվի, պետք է որոնել նոր իշխանություն, ժամանակն է, որ երկիրը պետք է կենտրոնանա ճիշտ կառավարման վրա։ Այսինքն Թրամփը շատ պարզ ասում է, որ պետք է մենք որոնենք Իրանում կամ Իրանի համար նոր ղեկավարություն։ Ես կարծում եմ, որ շահի որդին դրա համար այս պահի դրության մեջ կան, Թրամփը ասի չէ, բայց ամենահարմար անձն է, որը որ կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը այս պահի դրությամբ, դրա համար Վիտկոֆները եւ ոչ միայն Վիտկոֆները, այլ նաեւ սենատորները, նաեւ Լինսի Գրեմը բանակցում են շահի որդու հետ եւ ուժեղացնում են ճնշումները Իրանի վրա։ Այսինքն Իրանի շուրջ ամեն ինչ դեռ չի ավարտվել, կարծում եմ ամեն ինչ նոր է սկսվում, եկել եմ խոսել սրա մասին, ուղղակի կարևոր էր ավելացնել այն, որ Թրամփը նոր հայտարարություններով է հանդես եկել Իրանի վերաբերյալ։ Շատերը խոսում են, որ հիմա Թրամփը դավաճանեց իրանցիներին, Իրանի ժողովրդին խոստացավ օգնություն, դրանով ավելի շատ մարդ դուրս եկավ փողոց եւ շատ մարդ ավելի սպանվեց, ձերբակալվեց եւ հաշմանդամ դարձավ, այսինքն Թրամփի պատճառով այդ ամենը տեղի ունեցավ, քանի որ նահանգների օգնությունը սուտ էր փաստացի, բայց ես կարծում եմ, որ այս հարցը հանկարծ չի թողնելու Իրանին, այս հարցի վրա շատ երկար դեր կխաղան Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ի վերջո, եթե Իրանը չկատարի Միացյալ Նահանգների պայմանները, այդ հարվածը տեղի կունենա։ Իսրայելում էլ ասում են, միջայլոց ասում են շատ հստակ ու պարզ, եթե լինի նոր պատերազմ, սա արդեն չի լինելու հերթական պատերազմ Իսրայելի եւ Իրանի միջեւ, այլ կլինի պատերազմ կոնկրետ հերացնելու այաթոլլաների ռեժիմը Իրանի իշխանությունից։ Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ նաեւ Լիբանանում անցյալ տարի, երբ որ Իսրայելը հարված հասցրեց եւ ոչնչացրեց Նասրալային, այսինքն Հեզբոլլահի առաջնորդին, եւ մենք համոզված ենք, որ Իսրայելը ընդունակ է նման գործողությունների եւ որևիցե խնդիր ու արգելք չունի այդ առումով։ Դրա համար հիմա կամ գործարք կլինի շատ լուրջ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, կամ դեպքերը կարող է զարգանան շատ ավելի բարդ սցենարով։ Ինչ վերաբերվում է Գրենլանդիային եւ
Դանիային այս հարցը հնարավոր է հոգնեցրել է շատերին, բայց սա հիմնական խնդիրն է դարձել Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ շատ լուրջ կրվախանձոր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում է Թրամփի գլխավորությամբ, որ իրենք պատրաստ են սկսել անհապաղ բանակցություններ Դանիայի հետ, որպեսզի Գրենլանդիան միացվի Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Գիտեք Ֆրանսիայի դիրքորոշման մասին, գիտեք Մեծ Բրիտանիա, այսինքն ամբողջ Եվրոպայի դիրքորոշումը պարզից պարզ է։ Հիմա այդ դիրքորոշման պատճառով Թրամփը փաստացի պատժամիջոցներ է մտցնում Եվրոպայի նկատմամբ, դրանք անվանենք մաքսատուրքեր, ինչպես Թրամփն է անվանում, բայց դա ինչ որ միտեղ պատժամիջոց է Եվրոպայի նկատմամբ եւ ճնշում Եվրոպայի վրա ու մեծ խզում առաջացնող քայլ Թրամփի կողմից Եվրոպայի հետ։ Դրան արձագանքել է փաստացի Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, շատ կոշտ է արձագանքել ու ասելով, որ իրենք Դանիայի հետ համերաշխեն։ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերով Եվրոպան միասնական կմնա ու հակված կմնա պաշտպանել Դանիայի սուվերենությունը, ինքնիշխանությունը։ Այսինքն լուրջ եւ նոր հակամարտություն է ցավոք սրտի հասունանում Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, այդ մաքսատուրքերը արդեն մտցվել են։ Ֆրանսիան պատրաստ է արդեն դուրս գալ, սպառնում է դուրս գալ ՆԱՏՕ-ից, ազգային ժողով է ներկայացվել այդպիսի օրինագիծ։ Մակրոնը շատ կոշտ զրույցներ է ունենում Թրամփի հետ։ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը Ստարմերի գլխավորությամբ իրենց դիրքորոշումն են հայտնում բացասական Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողության վերաբերյալ եւ մենք փաստացի 21-րդ տարում 26 թվականի սկզբին ականատես ենք լինում նրան, թե ինչպես է փլուզվում աշխարհակարգը, դաշինքները Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Ես հույսով եմ սխալվել, հույսով եմ, որ կսխալվեմ, հույսով եմ, որ այն շատ չի խորանա, մի պահ բոլորը կանգ կառնեն, հասկանան, թե ինչքան բարդացել է ամեն ինչ, ինչքան լուրջ հետևանքների կարող է հանգեցնել իրենց այդ դիրքորոշումը երկու կողմից, այսինքն Եվրոպան էլ պետք է ավելի ճկուն դառնա մի փոքր, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջները մենք հասկանում ենք, որ փակ ուղի են ստեղծում Եվրոպայի համար, չեմ կարծում, որ որևիցե ձևով Եվրոպան պատրաստ է համաձայնվել նրա հետ, որ Գրենլանդիան դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների մաս։ Տեսնենք, բայց ես հույսով եմ, որ նույն ժամանակ կբանակցեն, կհասկանան միմյանց եւ ընդհանուր միջոցներ ներդնելով կամրապնդեն Գրենլանդիայում անվտանգությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի եւ դրանով ամեն ինչ կավարտվի։ Հակառակ պարագայում շատ բարդ ժամանակներ են սպասվում աշխարհի համար, նաեւ ինչ որ միտեղ մեզ համար, կրկնեմ, թրիփը մեզ համար փրկողակ է, ինչ որ միտեղ փրկողակ է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատումը փրկողակ է։ Եվրոպական մի շարք երկրների հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելը Հայաստանի Հանրապետության փրկողակ է։ Նաև Եվրամիության հետ, ելի ուրիշ երկրների հետ, Ղազախստանի հետ, բայց քիչ է։ Պետք է շատ ավելի լուրջ մտածենք եւ մտահոգվենք մեր անկախության համար եւ պետության ամրապնդման համար ոչ մի միջոց չխնայենք։ Այսօրվա համար այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, հանդիպենք։